Ինչ է կոնֆլիկտը։ Չգիտեմ պատրաստ եք թե չէ, բայց հիմա կխոսենք կոնֆլիկտների զարմանալիորեն դրական կողմի մասին։ Ողջույն, դուք լսում եք Փիսոն Փոդքասթը։ Ես ձեր հաղորդավարն եմ, Փիսոն։ Այսօր խոսելու ենք այն մասին, թե ինչպես կարելի է կանխարգելել կամ արձագանքել կոնֆլիկտներին։ Եվ ուրեմն, ինչ է կոնֆլիկտը։ Այն միայն գորգորոց կամ դռներ շրխկացնել չէ։ Կոնֆլիկտ է ցանկացած իրավիճակ, որտեղ մարդիկ ունեն տարբեր կարծիքներ, կարիքներ կամ նպատակներ։ Կարելի է ասել, դա տեսակետների բախում է։ Դուք եղել եք մի իրավիճակում, որտեղ պարզապես չեք հասկացել, ինչու է ինչ-որ մեկը մտածում լրիվ այլ կերպ։ Միգուցե գործընկերոջ հետ աշխատանքային հարցի շուրջ տարաձայնություն ունեիք, կամ ընկերոջ հետ վիճում էիք, թե պիցայի վրա անանաս լինի, թե չէ։ Իդեպ անանասով համով է, ու պետք չէ վիճել ինձ հետ։ Շատերն ընդունում են կոնֆլիկտը որպես բացասական երևույթ, մի բան, ինչից պետք է խուսափել։ Իսկ եթե սկսենք այն ընկալել որպես աճի, նորարարության եւ փոխադարձ ըմբռնման հնարավորություն, ուրեմն այն կարող է դրական արդյունք ունենալ։ Այնպես չէ՞։ Երբ բախվում ենք տարբեր տեսանկյունների հետ, սկսում ենք վերանայել սեփական համոզմունքները։ Կարող է պարզվել, որ սխալվել ենք, կամ գոնե ավելի լավ կհասկանանք, թե ինչու է ինչ-որ մեկը աշխարհը այլ կերպ տեսնում։ Այստեղ ամենակարևորն այն է, որ կոնֆլիկտը ինքնին բացասական կամ դրական չէ, այն չեզոք է, բայց այն, թե ինչպես ենք մենք արձագանքում, էականորեն փոխում է արդյունքը։ Բացի այդ, կոնֆլիկտից խուսափել հնարավոր չէ, այն բնականon երևույթ է, բայց մենք կարող ենք սովորել այն արդյունավետ կառավարել, եւ դա սկսվում է տարբեր մակարդակների ու տեսակների կոնֆլիկտները ճանաչելուց ու հասկանալուց։ Եկեք խոսենք կոնֆլիկտների տարբեր մակարդակների մասին։ Ներանձնային կոնֆլիկտ, երբ դու ինքդ քեզ հետ վիճում ես։ Միջանձնային կոնֆլիկտ, երբ երկու անձանց միջև տարաձայնություն է առաջանում։ Խմբերի ներսում կամ տարբեր խմբերի միջև կոնֆլիկտներ։ Ի վերջո, հասարակական կամ գլոբալ մակարդակի կոնֆլիկտներ։ Պատկերացրեք բուրգ։ Վերևում դու ես քո ներքին կոնֆլիկտներով։ Ներքևում ավելի լայնամասշտաբ, բարդ ու խճճված միջազգային կոնֆլիկտներն են։ Երբ հասկանում ենք կոնֆլիկտը բուրգի որ հատվածում է, կարող ենք ընտրել համապատասխան մոտեցում այն լուծելու համար։ Ու այստեղ պատրաստի լուծումներ չկան։ Պետք է յուրաքանչյուր դեպք առանձին քննել։ Չէ՞ որ նույն կոնֆլիկտային իրավիճակում կարող են լինել կոնֆլիկտի մի քանի մակարդակներ ու հիբրիդային տարբերակներ, օրինակ անձի եւ խմբի միջև կոնֆլիկտ։ Եվ այստեղ ամենակարևորն այն է, թե ինչ ենք ուզում վերջում լինի։ Փորձում ենք լուծում գտնել, թե միայն ուզում ենք հաղթել։ Մի գաղտնիք բացեմ։ Կոնֆլիկտների լուծման նպատակը հաղթելը չէ, բայց այս մասին հետո։ Պատկերացրեք դուք ձեր ընկերոջ հետ գտնվում եք մի լաբիրինթում եւ փորձում եք ելքը գտնել։ Կարող եք տարբեր պատկերացումներ ունենալ դուրս գալու ուղու մասին, բայց եթե համագործակցեք, լսեք միմյանց, փորձեք տարբեր լուծումներ, միասնաբար ավելի հեշտ կլինի այն հաղթահարելը։ Եկեք ամփոփենք։ Կոնֆլիկտը բնականon երևույթ է։ Ուստի եկեք զինվենք ոչ թե իրար դեմ, այլ կոնֆլիկտները հասկանալու, կանխարգելելու ու արձագանքելու գիտելիքի եւ հմտությունների միջոցով։ Կոնֆլիկտների տարբեր մակարդակները հասկանալը օգնում է ճիշտ մոտեցում մշակել։ Նպատակը հաղթելը չէ, այլ բոլոր կողմերի համար ընդունելի լուծում գտնելը։ Եթե կոնֆլիկտին նայենք որպես աճի եւ փոխըմբռնման հնարավորություն, ապա հնարավոր է դրական արդյունքի հասնել։ Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք Frontline կամ շարունակեք լսել Փիսոն Փոդքասթը։ Ինչպես միշտ, մեծ պարգև է, երբ նոր բան ես սովորում ու նորովի բացահայտում աշխարհը։ Ես ձեր հաղորդավարն եմ, Փիսոն։ Կհանդիպենք հաջորդ թողարկմանը։